Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան։ Ողջույն Նարեկ ջան։ Պարոն Մկրտչյան, այս օրերին ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքում, դուք ինչպես եք մեկնաբանում, հիշեցնեմ, որ Ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանի կողմից եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո քաղաքական իշխանությունը շատ սուր արձագանքեց, մինչև անգամ խոսվում է նրա սեփականություն հեծը պետականացնելու մասին, դուք ընդհանուր ինչ գնահատական եք տալիս։ Շնորհակալ եմ Նարեկ ջան նախ հնարավորության համար, ողջունում եմ քո լսարանին։ Իրականում ես քո հարցի մեջ ձևակերպումների հետ մի փոքր համաձայն չեմ։ Մի աջակցություն եկեղեցուն Սամվել Կարապետյանի կողմից արտահայտության հետ ի աջակցությունը նախ զուգորդվել է նրանով, որ իր ձևերով ինքը Հայաստանի Հանրապետությունում խնդիրներ կլուծի, եթե քաղաքական ուժերը չկարողանան լուծել քաղաքական հարթության մեջ, իսկ որն է իր ձևերը, դա կարծում եմ պետքա հստակեցվի, իսկ քանի դեռ չի հստակեցվել, առնվազն ենթադրություններ կարելի է անել, թե որն է իր ձևերը։ Ես ինքս Ռուսաստանի Դաշնությունում ապրած եւ ակտիվ հայ լինելով կարող եմ ասել, թե իրենց ձևերը որոնք են, այսօր հանդես եմ եկել Facebook-յան գրառմամբ, մեր հայրենակիցները կարող են այդ գրառման հետքերով գնալ, որպեսզի չկրկնվեն։ Քաղաքական process-ն է, իսկ ինչ վերաբերում է քաղաքական process-ներին, գուցե շատ կարճ մի քանի նախադասությամբ ասեք իրենց ձևերը որն է, որոնք դուք տեղյակ եք։ Դե օրինակ, այն ինչին ես առնչվել եմ, օրինակ Ռուսաստանի Դաշնությունում գործարար համբավ ունեցող շրջանակների կողմից տարիներ առաջ 2020 թվականի 44 օրյա պատերազմի ընթացքում կարծում եմ առիթը եկել է եւ սրանից լավ առիթ չի կարող ստեղծվել, որպեսզի ես սրա մասին բարձրաձայնեմ, հատկապես այն համատեքստում, որ ես ասել եմ, որ գալու է ժամանակը եւ պահը ես ինքս այս ամեն ինչի մասին խոսեմ։ 2020 թվականի 44 օրյա պատերազմի օրերին, երբ որ ես ցանկանում էի եւ նախաձեռնեցի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում 100 հազարավոր մեր հայրենակիցների արկայության պայմաններում հայության ձայնը լսելի դարձնել, առանց բախումների տանելու, առանց ազգամիջյան բախումներ հրահրելու, ինձ հետ այդ գործարար շրջանակներից եւ նրանց հիմնականում այդ շրջանակների կամակատարներից կապ են հաստատել, զինված ընդհուպ ոչ այնքան այսպես ասեմ տարբեր ներգործությունների ներքո, լավ այսպես ասեմ, եւ սպառնալիքների ներքո հորդորել են, որպեսզի չգնամ այդ քայլին, ինչու, որովհետեւ իրենք այնտեղ բիզնեսներ ունեն, իրենց բիզնեսները կհայտնվեն Ռուսաստանի Դաշնության այսպես հարկային մարմինների ուղիղ տերորի ներքո եւ պետքա դադարեցնել այդ ամեն ինչը։ Հավաստիացնում եմ ձեզ դատարաններում Ռուսաստան, որտեղ որ ես շատ բազմիցս հայտնվել եմ իրականում Ռուսաստանում ապրած տարիներին, թե հայտնվել եմ ռուսաստանյան դատարաններում, թե հայտնվել եմ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Երբ որ ես հայտնվում եմ իրավապահ մարմինների ձեռքում, իրավապահ մարմինները ինձ շատ հաճախ նրանց մեջ եղած ազնիվ իրավապահները, ազնիվ էթնիկ ռուսները ինձ միշտ ասում էին, որ եղբայր, իրականում դու քո երկրի համար վատ գործողություն, վատ քայլ չես անում, գովելի է, մարդկային առումով, մարդկային տեսանկյունից, բայց եթե ուզում ես թելերը գտնել, թելերը փնտրիր քո հայրենակիցների շրջանում։ Եվ երբ որ դատարանում ես հայտնվեցի Մոսկվայի կենտրոնում գտնվող դատարաններից մեկում եւ իմ դիմաց, իմ Facebook-յան ուղիղ եթերը թարգմանեց հայերենից ռուսերեն Արա Աբրահամյանի աջ ձեռքը Լևոն Մուկանյան անուն ազգանունով, ինձ համար ամեն ինչ ակնհայտ եւ պարզ եղավ։ Այդ իրենց ձևերի մասին բոլորը գիտեն, կամ այդ ինչ ձևերի մասին է խոսքը, Նարեկ, ներողություն եմ խնդրում, էլի, այդ ինչ ձևերի մասին է, կբարձրաձայնեն մենք էլ հասկանանք, իրենց ձևերը ո՞րն է։
Ռուսաստանի Դաշնության քաղաքացին ձևերից կարող է խոսալ Հայաստանի Հանրապետության ներսում։ Դուք պատկերացնում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացի գնա Ռուսաստանի Դաշնություն, չեմ ասում Ռուսաստանի Դաշնության, չգիտեմ, խոշոր քաղաքի քաղաքապետի հետ հարց ունենա, կամ վարչապետի հետ հարց ունենա, նախագահի հետ հարց ունենա, շարքային պռապռչիկի հետ նրանք չեն կարող հարց ունենալ։ Մեր հայրենակիցները, էթնիկ հայերը շարքային պռապռչիկի հետ հարց չեն կարող ունենալ։ Էլ ուր մնաց Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները գան Հայաստանի Հանրապետություն ու այստեղ ինչ-որ հարցեր լուծեն իրենց ձևերով։ Մենք էլ ունենք մեր ձևերը։ Հայաստանի Հանրապետությունը իրավական, սոցիալական, ժողովրդավարական պետություն է։ Օգտվեն ժողովրդավարական գործիքակազմից, քաղաքական հայտ ներկայացնեն, եթե ունեն այդ դեմքը, քաղաքական հարթության մեջ մտնեն բանավեճի, չգիտեմ, բանավեճի մեջ, առողջ դիսկուրսի մեջ, եթե դիսկուրսը առհասարակ նրանց պարագայում կարող է առողջ լինել։ Բայց տեսեք, ձևերի մասին են խոսում։ Դուք Ռուսաստանի քաղաքացի լինելն եք շեշտում, բայց նա ազգությամբ հայ է, միլիոն։ Ես ասացի Ռուսաստանի Դաշնության քաղաքացի էթնիկ հայ։ Երբ որ նա գումարներ է ներդնում Հայաստանում, օրինակ ինչու դա այդ ժամանակ չենք հիշում նրա Ռուսաստանի քաղաքացի լինելը, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում էր ծափահարենք Սամվել Կարապետյանին, թեկուզ նրա համար որ 1 դրամ է ներդնում Հայաստանում կամ Արցախում, հիմա ինչ է փոխվել, որ այդ նույն մարդը, որին առաջարկում էր Նիկոլ Փաշինյանը ծափահարել, հիմա քննադատում են եկեղեցին պաշտպանելու համար։ Սա արդյոք Նարեկ, ես քեզ խնդրում եմ, եկեղեցին պաշտպանելու քողի տակ եկեղեցին եւ եկեղեցու որոշ պղծված եւ պոռնկա բարո կյանքով ապրող հոգեվորականները բնավ նույնական չեն, Նարեկ, ես խնդրում եմ մյուս անգամ հարցերը ձևակերպելիս եկեղեցին որպես ինստիտուտ եւ պաշտպանության առարկա չբերել, չներկայացնել եւ չնույնականացնել առավել եւս եկեղեցու որոշ պոռնկա բարո կյանքով ապրող հոգեվորականների հետ։ Սա ֆիքսենք էլի։ Եկեղեցին պոռնկա ես ազատ եմ իմ հարցերը ձևակերպելու անառակաբարո կյանքով ապրող հոգեվորականները եւ հայ առաքելական եկեղեցին որպես ինստիտուտ բնավ նույնական չեն։ Եզրաս արքեպիսկոպոսը Գարեգին Բ-ի եղբայր մեր հայրենակիցների վրա ցուցմունք տվող, գործ տվող Եզրաս արքեպիսկոպոսը բնավ հայ առաքելական եկեղեցին չի։ Կտրիչ Ներսիսյանը բնավ հայ առաքելական եկեղեցին չի։ Եկեք սա ֆիքսենք։ Ու եկեք ջուր չլցնենք այս շրջանակների ջրաղացին, էլի, ես չեմ հասկանում, ես էլի եմ ասում, այո, դուք ազատ եք, դուք կարող եք ձեր հարցերը ձևակերպելիս ձետեղել այնտեղ այն ինչ դուք եք ցանկանում, բայց ես դրանց հետ համաձայն չեմ, դրա հետ համաձայն չի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, դրա հետ համաձայն չի հայ առաքելական եկեղեցու հետևորդն ու հոտի մասը կազմող մեր հայրենակիցը։ Ինչի մասին է խոսքը։ Ի պաշտպանություն եկեղեցու, թե ի պաշտպանություն եկեղեցու որոշ պղծված սպասավորների։ Սա շատ կարևոր է։ Սա ճշգրտման հարց է, որ պետք է ճշգրտվի վերջո։ Եկեղեցու վրա որևէ մեկը, որպես ինստիտուտ, որևէ մեկը չի հարձակվել։ Ասեմ ավելին, հայ առաքելական եկեղեցին որպես ինստիտուտ, որպես մարմին։ Մեր այս հարցը բարձրացնողների պաշտպանության տակ է, ուղիղ պաշտպանության տակ, պաշտպանում է եկեղեցին, մենք, այն մարդիկ, ովքեր որ այս թեմայից խոսում են, այս թեմայի շուրջ խոսում են, պաշտպանում ենք հայ առաքելական եկեղեցին, Գրիգոր Լուսավորչի գահը, որոշ պղծված, կուսակրոնության ուխտը խախտած, անառակաբարո կյանքով ապրող հոգեվորականներից։ Սա պետքա ֆիքսել, սա պետքա հստակ ֆիքսել։ Եվ ես ասում եմ, թող փորձեն հերքել։ Երեք կոնկրետ մի թեմի մասին եմ խոսել, այդ թեմում ծառայություն մատուցողներից, ում որ վերաբերելի էր իմ ուղերձը, կարծում եմ հասել է իմ ուղերձը տեղ, թող փորձեն հերքել, հրապարակեն փաստեր։ Հրապարակեք, հենց հիմա հրապարակեք։
Դա էլ թույլ տվեք ես որոշեմ երբ հրապարակել եւ երբ է ճիշտ պահը հրապարակելու։ Դա էլ ես կորոշեմ երբ հրապարակել, ինչ համատեքստում հրապարակել եւ ում միջոցով հրապարակել։ Շատ հնարավոր է նաեւ ձեր լրատվամիջոցի միջոցով դա հրապարակեմ։ Շատ հնարավոր է, բացառված չի։ Իսկ ինչի մասին են այդ փաստերը։ Կուսակրոնության ուխտը խախտելու, անառակա բարո կյանքով ապրելու, ապօրինի կանայք եւ երեխաներ ունենալու հերիք չի։ Էլ ինչ ավելացնեմ։ Էլ ինչ եք ուզում։ Դուք որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, էլ ինչ եք ուզում։ Ասեք ինձ։ Ինչա ձեզ հետաքրքիր։ Ում մասին են դրանք։ Հակասեք մարդու անձնական կյանք։ Չէ, այն բան եմ հարցնում, ասում եմ ում մասին են դրանք։ Ես ասացի, այն թեմը, որ ես ուղղել եմ, այդ թեմում ծառայություն, ճակերտավոր ծառայություն մատուցող հոգևորականը շատ լավ գիտի ինչի մասին է խոսքը ու թող փորձի արձագանքի։ Ես այսօր նաև մեկ այլ կոչ եմ արել. մաքրվեք, ինքնամաքրվեք եւ առանց խայտարակվելու դուք աղծված հոգևորականներ։ Ես ասում եմ ու ուզում եմ շեշտել, հայ առաքելական եկեղեցում կան նաև շատ ազնիվ, առաքինի կյանքով ապրող եւ իրականում էտալոնային կերպարներ, էտալոնային հոգևորականներ, բայց նաև կան պղծվածները, ու այդ պղծվածները պետք է հեռանան հայ առաքելական եկեղեցուց առանց խայտարակվելու, քանի դեռ ուշ չի։ Հակառակ պարագայում նրանք կհեռանան խայտարակված։ Երևանում է Մոսկվայի Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդը Տեր Ջանդամը Երևանում չի։ Հետո Ջանդամը Երևանում չի։ Բայց սա նրա հայրենիքն է։ Հետո այդ հայրենիքի համար կռիվ տվող ցուցարարներին, որ հանձնում էր ռուսական օմոնի ձեռը, բայց մարդկանց հայրենիքը չէր, տնից տեղից կտրված հացի դեղի ուսման վարձի փող աշխատող շարքային հայրենակիցներին ռուսական օմոնի ձեռը հանձնողը այդ մարդկանց հայրենիքը չէր Հայաստանի Հանրապետությունը։ Չէր մտածում այդ ժամանակ, Ջանդամը չի եկել, նորից եմ կրկնում։ Ես այդ մարդու հետ կապված որևէ մեկնաբանություն չունեմ։ Միայն կարող եմ հորդորել իրեն, որ կոչ անի իր եղբորը Կտրիչ Ներսիսյանին օր առաջ ազատելու վեհարանը։ Այսքանը։ Նրան հարց են ուղում, արդյոք հնարավոր է, որ Ռուսաստանում բնակվող հայերը միավորվեն եւ բողոքի նոր ալիք ձևավորվի Հայաստանում ըստ էության իշխանափոխություն ունելու համար, նա չի բացառում այս սցենարը, այս դատարանի առաջ է հայտարարել։ Նորից եմ կրկնում։ Կարծում հնարավոր է, որ Ռուսաստանից մեր հայրենակիցները գան այստեղ իշխանափոխություն անեն։ Այն հայրենակիցները, ովքեր որ կրում են Հայաստանի Հանրապետության անձնագիր, այն հայրենակիցները, որոնք ունեն այստեղ ընտանիքներ, հարազատներ, բարեկամներ, այն հայրենակիցները, որոնք Հայաստանի Հանրապետությունից գնացել են հացի ու դեղի խնդիր լուծելու եւ ուսման վարձի խնդիր լուծելու, այդ հայրենակիցները ունեն լեգիտիմ իրավունք Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր հարց օրենքի շրջանակներում բարձրաձայնելու։ Բայց այն մարդիկ, ում հայրենիքը եղել է Կալուգան, ում հայրենիքը եղել է Պետերբուրգը, ում հայրենիքը եղել է, չգիտեմ, Կամչատկան, կամ Ուստ-Կամենագորսկը, ներողություն, իրանց պահանջները կարող են ուղղել իրանց դիկտատոր եւ ռազմական հանցագործ առաջնորդ Վլադիմիր Պուտինին, ու եթե փոխելու բան կա, թող գնան այնտեղ փոխեն։ Հայաստանի Հանրապետությունում որոշողը Հայաստանի Հանրապետությունում ապրող քաղաքացին է։ Հայաստանի Հանրապետությունում ապրող, զրկանքներ կրող, սեփական երեխային բանակ ուղարկող, հարկեր վճարող, այս երկրի համար սիրտը ցավացող քաղաքացունն է։ Թող փորձեն։ Կիրիենկոին էլ ջերմագին բարևներ, այս համատեքստում չի անցնելու։ Կուանշ Կիրիենկո, կուանշ, չի անցնելու ուղակի։ Հուսանք Կիրիենկոն հայերեն հասկանում է եւ կլսի ձեր կոչ։ Եթե չի էլ հասկանում, առնվազն
իրանց դուստր հիմնարկը այստեղ կոպիրկինի հիմնարկը թարգմանիչների պակաս չունի, վստահեցնում եմ ձեզ, եթե իմ նման քաղաքացուն, ով 44 օրյա պատերազմի օրերին դուրս էր եկել եւ փորձ էր անում Հայաստանի Հանրապետությանը որևէ բանով օգտակար լինել, ռուսական դատարաններ են քաշ տալիս ու իմ Facebook-յան ուղիղ եթերը թարգմանում ռուս դատավորների առաջ, որ դատավորի այսպես կամահրապական վերաբերմունքին են նաև այստեղ արժանանում, հավաստիացնում եմ ձեզ, թարգմանիչների պակաս Հայաստանի Հանրապետությունում կոպիրկինի հիմնարկը չունի, թող թարգմանեն ու ներկայացնեն։ Եվ ի վերջո մենք ձևի մասին հատվածը բաց թողեցինք, այդ ձև ինչ կարող է ենթադրել, օրինակ մոմ վառելով աղոթել, համերաշխության կոչ անել, բացառեք։ Նարեկ, կա քրեական գործ հարուցված, քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, այս պահին, որ մենք խոսում ենք դատական նիստը ընթացքի մեջ է, ցուցակ կարող է տալ Սամվել Կարապետյանը, թող ելնի կանգնի, ասի ես գնալու եի Կտրիչ Ներսիսյանի հետ ուսուսի տված մոմ վառեի, 3 միլիոն դոլար կասը գցեի, մի հատ նոր պատկեր կախեի մայրաթորից, ու այդպես շարունակ, ցուցմոք տա, ինչի մասին է խոսքը, իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել, գործը դատարանում է, կալանավորման միջնորդությամբ, Սամվել Կարապետյանն ազատ է ցուցմունքներ տալու։ Թող ցուցմունք տա, թող բացատրի, հասկանանք, ինչ ձևերի մասին է խոսքը։ Ինչ ձևերի մասին է խոսքը։ Դա էլ քրեական գործի հետագա ընթացքը ցույց կտա։ Թող հերքի, ցուցմունք տա, արդարանա, հաստաբաններ վարձի, փողից չի նեղվում։ Ինչով է պայմանավորված նրա ակտիվությունը, որովհետև այն թեմայի Կիրիենկոյով, մի անգամից կասեցնեմ ձեր հարցի շարունակությունը, Կիրիենկոյով, հիբրիդային պատերազմի գործիք են դարել Հայաստանի Հանրապետության դեմ օգտագործվող եւ վերջ։ Այդ հոգեվորականներին էլ որոշ հոգեվորականների հորդորում եմ վեղարը հանեն, որ տակի պագոնը շուտ տենա Հայաստանի Հանրապետության քաղաքացին ու չթաքցնեն այդ պագոնները։ Պարշի ինչա տեղի ունենում։ Պարշի, որ Հայաստանի Հանրապետության ներսում 2026 թվականին ընթരാճ փորձում են ընտրական process-ների միջոցով հանրությանը մոլորեցնել եւ իշխանություն վերցնել, ուզուրպացնել։ Հայաստանը դարձնել ծայրագավառ, իրենք էլ դառնան ծայրագավառապետ։ Պարշին արեք։ Շատ պարզ է, շատ ակնհայտ է։ Պարոն Մկրտչյան, տեսեք, հեծը մի կառույց է, որի աշխատանքից բոլորս դժգոհ ենք։ Անակնկալ լույսերը անջատել, զանգել եւ օպերատորները օրերով չպատասխանել։ Մի բան, որ մեր կյանքում մշտապես կա, բայց ինչու հանկարծ այդ մասին հիշել Սամվել Կարապետյանի հայտարարության ֆոնին։ Նարեկ, եկեք այստեղ էլ ազնիվ լինենք, հա։ Վարչապետ Փաշինյանը կառավարության նիստերի ընթացքում բազմիցս խոսել է դրա մասին։ Բազմիցս այդ հարցը բարձրաձայնել է, հանձնարարականներն իջեցրել է, մեր հայրենակիցները այսպես տարերային կերպով այդ խնդրով եւ այդ դարդով տապակվում են, տարիներ շարունակ, դա նորություն է։ Ես էլ այլ բան եմ ասում, Սամվել Կարապետյանի ակտիվանալը, Կտրիչ Ներսիսյանին աջակցություն ցույց տալը, պայմանավորված է հեծի ուղղությամբ պետության կողմից սկսված ստուգումներով, ընդհուպ հորդորներով, ընդհուպ պահանջագրով, որ կամ բարելավում են իրավիճակը, կամ հեծը պետականացվելու է եւ Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվելու։ Իսկ Հայաստանի էլեկտրական ցանցերը ռազմավարական նշանակության կառույց են։ Այս համատեքստում Նարեկ, քո թույլտվությամբ ես ուզում եմ հորդորել, պահանջել իշխանությանը, որ հաջորդ նմանատիպ կառույցը լինի Հարավկովկասյան երկաթուղին։ Հաջորդ նմանատիպ կառույցը, որը պետքա պետականացվի եւ վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը, դա Հարավկովկասյան երկաթուղին է։ Խոսել խաղաղության խաչմերուկ նախագծից եւ չունենալ սեփական, պետական
երկաթուղի, սա չգիտեմ որ ժանրից է։ Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները եւ մասնավորապես վարչապետ Փաշինյանը այս ուղղությամբ եւս լրջորեն կսկսի մտածել։ Եվ հորդորում եմ, պահանջում եմ, խնդրում եմ, որ հայացքն ուղղի նաեւ Հարավկովկասյան երկաթուղուն։ Ինչի մասին է խոսքը։ Դուք չեք ուզում, որ ազգային անվտանգության համար կարևոր նշանակություն, ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները վերադարձվի Հայաստանի Հանրապետությանին։ Էլ չեմ ասում, Հայաստանի էլեկտրական ցանցերը էլեկտրիկ Երևանի ֆոնին ինչպես եւ ինչ կասկածելի պայմաններում հանձնվեց օրինակ Սամվել Կարապետյանին։ Նրա եղբայրն էլ երեք ասում էր Նիկոլ Փաշինյանը, որ ապրում է Սերժի օրոք կառուցված կառավարական դաչայում դա իրենք են կառուցել։ Իսկ կարող է բացահայտեն, թե այդ ինչ գործարքի արդյունքում էին իրենք կառուցել, ինչի համար էին կառուցել։ Կարող է հասկանանք մի հատ։ Դե դեպքում օրինակ վիոլա ջրից էլ կա դժգոհություններ, ինչու խոսք չի գնում վիոլա ջուրը պետականացնելու մասին։ Առայժմ խոսք է գնում միայն Հայաստանի էլեկտրական ցանցերը պետականացնելու մասին եւ շատ արագ։ Դրա համար ես հաջորդ իսկ քայլով հորդորեցի, որ Հարավկովկասյան երկաթուղու ուղղությամբ եւս հայացքն ուղեն, հատկապես այն ֆոնին, երբ որ Հարավկովկասյան երկաթուղին նախ խոստացել է Հայաստանի Հանրապետությունում ահռելի ներդրումներ կատարել, որոնք այդպես էլ չեն կատարվել, էլ չեմ խոսում նրա մատուցած ծառայությունների մասին։ Իսկ ինչ վերաբերում է վիոլա ջրին, կարծում եմ պետական մարմինները նաև վիոլա ջրին կհասնեն, կհորդորեն, որ նախ ծառայությունները բարելավեն, եթե բարելավում տեղի չունենա, ընդհանուր նաև այդ ճանապարհով պետք է գնալ։ Իսկ ով ասաց, որ ոչ նարեկ։ Իսկ ով ասաց, որ ոչ։ Հայեր, հիշեք թե ով եք դուք, քրիստոնեական ավանդույթ ունեցող մեծ ժողովուրդ, ձեզանից խլում են վերջին բանը, որի վրա հենվում են Հայաստանի պատմությունն ու գոյությունը։ Ձեզանից փորձում են խլել ձեր եկեղեցին, սա ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունն է, ի աջակցություն Սամվել Կարապետյանի, նա նաև միաժամանակ Հայաստանի վարչապետին Թուրքիա անվանել։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում։ Ես դուրս պրծուկ եւ վիժված Սալավյովին չեմ մեկնաբանում նարեկ։ Ընդհանրապես չեմ մեկնաբանում։ Հայաստանում պարզապես։ Ինչ են անում։ Տարածվում են Հայաստանում, ճիշտ է, հանրային մուլտիպլեքսից հանված է, բայց կաբելային ցանցերում կարծեմ կա։ Հայաստանում տարածում են Ռուսաստանի Դաշնությունում ապրող էթնիկ հայերը իրենց սոցիալական ցանցերի էջերով։ Իսկ ես նորից եմ կրկնում, դուրս պրծուկ եւ վիժվածք Սալավյովին չեմ պատասխանում եւ չեմ պատրաստվում մեկնաբանել։ Կոչ եմ անում մեր հայրենակիցներին էլ ընդհանրապես ուշադրություն չդարձնել այդ դուրս պրծուկի հայտարարություններին։ Պարոն Մկրտչյան, ձեզ համար պարզ է ինչու առավոտյան մենք հանկարծակի լսեցինք Արմեն Աբազյանի պաշտոնանկության մասին։ Ոչ, ես տեսել եմ Նիկոլ Փաշինյանի պարզաբանումը, որ Արմեն Աբազյանը արդեն տարիներ շարունակ զբաղեցնում է պաշտոնը, գերհոգնած է եւ հանգստանալու հնարավորություն պետք է ընձեռել իրեն։ Ես ոչ ունեմ կապեր ազգային անվտանգության ծառայությունում, ոչ էլ տիրապետում եմ խնդրին, որպեսզի դրա շուրջ մեկնաբանություններ կատարեմ, ես միայն կարող եմ հենվել պաշտոնական վարկածին եւ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված պարզաբանմանը։ Ինչ է կարծում, կապ ունի այս իրադարձությունների հետ, կաթողիկոսի հետ կապված, Սամվել Կարապետյանի հետ կապված։ Չեմ բացառում։ Գիտեք, հայերս ունիկալ ժողովուրդ ենք։ Մի հողի վրա, մի ջրի վրա ապրող մեր հայրենակիցներին զեմլյակ ենք ասում եւ զեմլյակը զեմլյակին, այսպես ասեմ, առհասարակ փորձում է վատություն չանի։ Եթե դա դիտարկվի վատություն, փորձում է դրա մեջ չմտնի։ Չեմ բացառում, բայց նաև չեմ կարող սա պնդել։ Վարկած է, օդում կախված, որ կա, մամուլում էլ այսօր շրջանառվել է, քննարկվել է, բայց ես այս հարցին չեմ կարող հստակ պատասխան տալ, որովհետև չեմ տիրապետում ուղղակի նարեկ եւ չեմ ուզում այն ինչ եմ տիրապետում դրա շուրջ մեկնաբանություններ անել։ Իսկ այն որ
Կիրիենկոն նշանակվել է, որպեսզի Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքը սրի, Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական կյանքը պայթյունավտանգ իրավիճակի հասցնի, դա փաստա դա գիտենք։ Այն որ այստեղ հիբրիդային պատերազմի գործիքներ են գործածում, դա փաստա դա գիտենք։ Այդտեղ կարող եմ պնդել։ Պարզապես օրինակ ինչպես եք պատկերացնում, որ պետք է ազդեցիկ հարուստ մարդկանցից մեկին մի ռուս պաշտոնյա ասի գնա քո երկրում խժդժություններ սկսի։ Դա իրատեսական է։ Նարեկ, եթե մենք խոսում ենք Ռուսաստանի Դաշնությունում բիզնես գործունեություն ծավալող մարդկանց մասին, մեր հարցազրույցի սկզբում ես իմ մասնավոր դեպքին անդրադարձա եւ ասացի, թե ինչպես էին նրանք իրենց գործողությունները հիմնավորում, որ իրենք այնտեղ ունեն բիզնեսներ եւ չեն պատրաստվում այդ բիզնեսները դնել կասկածի եւ հարվածի տակ եւ հարկային տերորի ենթարկվել։ Ունենալով, տիրապետելով ահռելի կապիտալի Ռուսաստանի Դաշնությունում, լինելով ահռելի կապիտալի տեր Ռուսաստանի Դաշնությունում, դուք ինչ եք կարծում, Լուբյանկայի նկուղը չի կարող ազդեցություն ունենալ նմանատիպ մարդկանց վրա, դուք լուրջ այդպես եք կարծում, այն էլ Ռուսաստանի Դաշնության նման պետության մասին ենք մենք խոսում։ Ինչի կներեք էլի, Այն մյուս գործարարը ոնց եկավ Լեռնային Ղարաբաղ, ինչի եկավ, ում կողմից եկավ, դա մենք հուսով եմ առաջ Աստված հնարավորություն կունենանք օր առաջ գերիների խնդիրը եւ գերիների ազատ արձակման խնդիրը լուծելու, կվերադառնան Երևան Բաքվի բանտից, Երևանում այդ հարցերը իրենք կուղենք։ Ինչի դուք չտեսաք Լևոն Հայրապետյանի ճակատագիրն ինչ եղավ, լավ, այս համատեքստում չտեսաք, պարշի ինչ են անում Ռուսաստանի Դաշնությունում այն բիզնեսմենների հետ, ովքեր որ չեն ենթարկվում Կրեմլի պախանի հրահանգներին, կամ պախանի կողմից կառավարվող Լյուբանկայի նկուղի կողմից առաջադրվող հրահանգներին, կամ փորձում են հակառակվել։ Լևոն Հայրապետյանը լավագույն օրինակն է, Նարեկ, լավագույն օրինակն է։ Տեսեք, պարզապես այդ հիբրիդային պատերազմի մասին պնդումները, որ անում եք Ռուսաստանից եւ այլն, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նման բան չկա։ Դեք Ալեն Սիմոնյանն էլ ասել է, որ կա։ Նիկոլ Փաշինյանն ավելի ազդեցիկ է Հայաստանում, քան Ալեն Սիմոնյանը, զբաղեցրած պաշտոնների առումով։ Գուցե զբաղեցրած պաշտոնից եւ դիրքից ելնելով Նիկոլ Փաշինյանը չի ուզում իրավիճակը ել ավելի սրել։ Բայց դա կա։ Դրա մասին խոսում են ազգային ժողովի падգամավորները, դրա մասին խոսում է ազգային ժողովի նախագահան։ Դրա մասին խոսում են բոլորը։ Դրա մասին աղաղակում է ըստ երևույթին, հա, Կրեմլի խոսափող Դուրսպրծուկ Սալավյովը։ Նորություն է։ Եթե ձեզ համար նորություն է, հավաստիացնում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության տերը, Հայաստանի Հանրապետությունում իշխանության կրողն ու տերը շատ լավ գիտի իր շուրջ ինչա տեղի ունենում, շատ լավ գիտի։ Ու կարծում եմ, որպեսզի այս հիբրիդային պատերազմի գործիքներին, մահակներին հնարավորություն չտրվի, որպեսզի Հայաստանի Հանրապետության ներսում ներքաղաքական կյանքը եւ առհասարակ հանրային համերաշխությունը խաթարեն, պետքա որոշակի շրջանակ առանձնացվի եւ այդ շրջանակը պետքա ճանաչվի persona non grata եւ նրանց մուտքը Հայաստանի Հանրապետություն առհավետ արգելափակվի։ Դուք առաջարկում եք, որ Սամվել Կարապետյանին թույլ չտան Հայաստան մտնել։ Ես առաջարկում եմ մարդիկ, ովքեր որ Հայաստանի Հանրապետության պետականության, հանրային համերաշխության, իշխանության դեմ ոտնձգություններ կամ ոտնձգության փորձեր են կատարում, այդպիսի անձանց, ով էլ որ լինի, ինչքան էլ փող որ ունենա, ճանաչել persona non grata եւ թույլ չտալ Հայաստանի Հանրապետություն մուտք գործել։
Այ թե Սամվել Կարապետյանը դրակ տակ մտնում է, թե չի մտնում, դա էլ ցույց կտա իրավապահ համակարգը եւ դատարանները։ Պարզապես շարունակելով հայ-ռուսական հարաբերությունները եւ այլն, Նիկոլ Փաշինյանը Մատվիենկոին ասել էր, որ գնա Վլադիմիր Պուտինին փոխանցի, որ հերուրանք են բոլոր այն խոսակցությունները, որ իր եւ Վլադիմիր Պուտինի միջև խնդիրներ կան, որ դրանք բարեկամական հարաբերություններ չեն, Մատվիենկոն էլ ոգևորված պատմում էր ռուսական լրատվամիջոցներին։ Հիմա ինչ հիբրիդային պատերազմի մասին կարող է խոսք գնալ այս երկու բարեկամների մեջ։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը Մատվիենկոին հանդիպելուց առաջ ընդամենը օրեր առաջ գտնվում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, մայիսի 9-ի պարադին էր մասնակցում եւ կարծում եմ հնարավորություն ունեցած կլինի Պուտինին այդքան բանն ասելու։ Իսկ թե Մատվիենկոն դուրս գալուց հետո Փաշինյանի կաբինետից ինչ է ասել, ինչ համատեքստում է ասել, դա էլ ես կթողնեմ առանց մեկնաբանության։ Չէ, բայց Զզվանք էլի, Նարեկ ջան, միջև այստեղներս կուշտ ենք, զզվել ենք այդ ռուսական գարշելի պաշտոնյաներին մեկնաբանելուց։ Ազատեք մեզ այդ պարտականությունից, հա, ազատեք, խնդրում եմ։ Հոգնել ենք։ Դա իրականություն է։ Փաստերի եւ իրականության հետ վիճել չենք կարող։ Իսկ այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությանը դավաճանել է, որպես դաշնակից, այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունը ադրբեջանցիների Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների է ենթարկել, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը չի ճանաչում, դաշնակցային պարտավորվածությունները չի կատարում, ծիրանը օգտագործում է մահակ մեր գլխին հարվածելու համար, ծաղիկն օգտագործում է մահակ մեր գլխին հարվածելու համար, էլեկտրական ցանցերն օգտագործում է մահակ մեր գլխին հարվածելու համար, Հարավկովկասյան երկաթուղին օգտագործում է մահակ մեր գլխին հարվածելու համար, Յան ազգանում կրող որոշ հայ էթնիկ հայերի օգտագործում է մահակ մեր գլխին հարվածելու համար, եք կներեք էլի, սա պետությունն է, թե ճարտոյի դուքյանն է։ Եվ վերջում, պարոն Մկրտչյան, հեծը վերցնելով Կարապետյաններին պետությունը չի վախեցնի, որովհետև Սամվել Կարապետյանն ասում է թքած ունեմ ձեր վրա էլ, հեծի վրա էլ, այսինքն կշարունակի իր գործունեությունը։ Բա թքած ունի մարդը հեծի վրա, բա հեծի վրա էլ թքած ունի, պետության վրա էլ թքած ունի, բա թքած ունի, որ տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այսպիսի ծառայություն է մատուցել Նարեկ։ Թքած ունենալու նուրբ արվեստն է սա։ Սամվել Կարապետյանը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է թքած ունենալ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության բաժանորդների վրա, կամ որ նույնն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 99%-ի վրա։ Էլ ինչ ձև ասի, որ թքած ունի մեր վրա էլ, մեր երկրի պետական շահի վրա էլ, անկախ Հայաստանի վրա էլ։ Ինքը մենակ թքած շունի Կտրիչ Ներսիսյանի վրա։ Դա էլ երևի պատճառներ ունի, թելեր կա, կապող, առնվազն կա էլի կապող թելեր, հակառակ պարագայում թող պատասխանեն այդ մայրաթոռում կախված լուսանկարը, պատկերը ինչի համար է։ Ես մի հատ հարց ուղեմ էլի քաղաքացի Կտրիչ Ներսիսյանին, որ մի 3-4 միլիոն դոլար քեշով իրան տանք, կարող է իմ պատկերով մեդալյոնը վզից կախի մանգա, հասկանանք էլի։ Օրինակի համար, մի 3 միլիոն դոլար քեշով որ տանք, կարող է մեդալյոն կախի կամ չգիտեմ, պատկեր դաջի ուսին։ Ես ինչ վերաբերմունք է, բիզնես կենտրոն է եկեղեցին, աշխարհայական կենտրոն է եկեղեցին։ Ես վաղը սկսելու եմ շարք Հայաստանի Հանրապետությունում գործող եկեղեցիների հարակից տարածքները նկարելով։ Հարակից տարածքներ, որ մի հատ Շիրակի մարզում մի հատ բան կա, տերտեր կա, Աճապահյան ազգանունով, որ շատ է սիրում սովետական միությունը, ստալինյան ռեպրեսիաները, այսպիսի հայտարարություններ անի։ Ստալինյան ռեպրեսիաների տարիներին հայ առաքելական եկեղեցու հարակից տարածքներում կառուցվել է այգիներ, եւ այդ այգիները ծառայել է տարիներ շարունակ
հայ առաքելական եկեղեցու հետևորդներին։ Այ որ գնամ ու նկարեմ այդ այգիների պատկերը, հարակից հողատարածքների պատկերը, փուշը, պատաշը, նարկոթրաֆիքինգն ու պոռնկությունը հարակից տարածքում տեղի ունեցող երեկոյան ժամը 7-ից հետո պետք է հասկանանք ստալինյան ռեպրեսիաներն էին մեղավոր, թե ստալինյան ռեպրեսիաները ուղղակի այսպես փողա թիկունքում թաքնվելու եւ սեփական անգործությունն ու անճարությունն ու իմպոտենտությունը որպես այդպեսին իմպոտենտությունը հոգեվոր ծառայություն մատուցելու մեջ, սա ֆիզիկական իմպոտենտության մասին չի բնավ խոսքը, այնտեղ իրենք բավականին ակտիվ են, գերակտիվ են, հավաստիացնում եմ ձեզ, սարսափելի ակտիվ են, տարբեր ճաշակների նախասիրությունների շրջանակում են ակտիվ, այ հոգեվոր ծառայություն մատուցելու սեփական հոտին դեպի եկեղեցի ներգրավելու, եկեղեցու հետ կապը խորացնելու, որպեսզի տարբեր աղանդավորական խմբակներ ու շրջանակներ գլուխ չբարձրացնեն, այստեղ իրենք իմպոտենտ են։ Իրենք այստեղ ուխտ են կնքել, չգիտես ում հետ, որ պետքա չծառայեն։ Ինչ գիտեք, պարոն Մկրտչյան, այդ որ ասում եք գերակտիվ են, դա մի տարբերակ կա, ներկա լինել այդ ամեն ինչին։ Նարեկ, պետք չի ներկա լինել։ Պետք չի ներկա լինել, առավել եւս պետք չի մոմը վառած ներկա լինել, հավաստիացնում եմ ձեզ։ Ընդհանրապես պետք չի ներկա լինել։ 21-րդ դարում ենք ապրում, այնպես չի, որ իրենք իրենց սիրուհիների հետ այսպես փաղաքշական մթնոլորտում են կապը պահել կամ բաժանվել։ Այդ սիրուհիները ի հայտ են եկել, այդ սիրուհիները սկսել են խոսել։ Շնորհակալություն, պարոն Մկրտչյան, հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։